Մենք այստեղ հավաքված ենք մեծ գերդաստանով, իմ պապիկները եւ իմ հայրիկը, Գագիկ Կարապետյան, Արտաշես Կարապետյան եւ Գագիկ Կարապետյան։ Մեծ հպարտություն է իրականում այս ընտանիքի մեջ ապրել, մեծանալ։ Իմ պապիկը մեծ գործունեություն է ծավալել պարարվեստի մեջ։ Երգի պարապետական անսամբլում եղել է պարային մասով գեղարվեստական ղեկավար եւ կարելի ասել ժառանգաբար փոխանցվեց դեպի իր տղային, իմ պապիկը նույնպես հիմա պարապետական անսամբլի գլխավոր բարեդմեստերն է, գեղարվեստական ղեկավարը, ու մոտ ես նույնպես պարում եմ։ Դա մեծ հպարտություն է ինձ համար։ Հայրիկս նույնպես պարել է պարապետական անսամբլում շուրջ 13 տարի։ Ապրիլի 17-ին նշեցինք պապիկի 98-ամյակը։ Դասավանդում էի բալետմեստերի վարպետություն եւ հայ ժողովրդական առողջաները։ Մինչև 2 տարի առաջ։ Ամենակարևոր շրջանը եղել է ժողովրդական պարերի հավաքագրումը։ Կարևոր այն իմաստով, որովհետև այդ նյութը, որ հավաքվեց, ինքը իր ամբողջությամբ շատ կարևոր է, շատ արժեքավոր է։ Դա ուղեցույց է բոլոր երիտասարդ մանկավարժ-պարությունների համար եւ իհարկե նաեւ բալետմեստերների համար, որովհետև ամեն բալետմեստեր իմ կարծիքով պիտի կարողանա ժողովրդական նյութից օգտվի, որպեսզի բեմադրությունը հայրենիք ունենա։ Ժողովրդական պարը դա պարարվեստի հիմքն է, բայց դասական պարը պարարվեստի բարձրագույն տեսակն է։ Եվ ես այսօր շատ ուրախ եմ ու հպարտ, որ իմ ծորնիկը այսօր դասական պարով է զբաղվում, օպերային թատրոնում բալետային խմբում է։ Մեր բոլորի աշխատած տարիները գումարենք իրար պրոֆեսիոնալ խմբերում։ Իմ Արտաշեսին է, իմ կնոջը, Արտաշեսի կնոջը, Գագիկին է, վերջ մի 150 տարի կլինի բոլորինս իրար գումարած։